Շիրակի թեմում Սուրբ Սարգսի անունը կրող սրբավայր չի եղել։ 3 տարի առաջ Գյումրեցի Արտաշես Սարգսյանի բարերարությամբ կառուցված մատուռը կոչվեց Սրբի անունով եւ փետրվարի 19-ին ուծվեց թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ։ Մատուցվեց առաջին պատարագը, որի ավարտին կատարվեց երիտասարդների օրհնության կարգ։ Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը օրհնության խոսք ուղղեց հավատացյալ հոտին։ Քիչ առաջ չէին համբուրում, որտեղ քար էր։ Այդ քարը հանգից բերեցին, չամփուրեցինք, կառուցեցինք, նորից չամփուրեցինք, գինիով սրբեցինք, նորից չամփուրեցինք, բայց հիմա պիտի համբուրենք եւ համբուրում ենք, որովհետեւ արդեն օծվեց Սուրբ մեռելով, օծվեց ձեր առաջնորդի ձեռքով, օծվեց աղոթքներով եւ բոլորիս բարի ցանկություններով։ Բարձրադիր վայրում Չերքեզի Ձորեզրին կառուցված աղոթատեղին տեսանելի է Գյումրու տարբեր անկյուններից։ Այս քաղաքը հայտնի է եկեղեցաշինության հարուստ ավանդույթներով։ Դեռևս 19-րդ դարավերջին սոցիալական ծանր պայմաններում ապրող գյումրեցիները 7 եկեղեցի են կառուցել։ Այսօր էլ նրանք շարունակում են աստվածահաճո գործը։ Արդեն կարծես թե մեր մեջ էլ, մեր ընտանիքի մեջ էլ մտավ մի ավելի խորը սրբություն, որ պարտավորված լինենք այսուհետ ավելի բարի, ավելի մարդկանց օգտակար լինելու։ Այսօր երբ կատարվում էր արարողությունը, ինձ մոտ հուզմունք էր առաջանում, որ ինչքան լավ բան է բարի գործ կատարել է, ինչքան լավ բան է մարդկանց բարի լինելը։ Գյումրու հոգևորականները փաստում են, որ վերջին տարիներին նկատելի մեծացել է երիտասարդների հետաքրքրությունը եկեղեցական ծեսերի եւ տոների նկատմամբ։ Հատկապես Սուրբ Սարգսի տոնին բազմաթիվ երիտասարդներ էին եկել նորակառույց սրբավայր։ Նշանակալի այն հանգամանքը, որ հենց այս տոնի հենց խորհրդի ժամանակ տոնի օրվա առիթով է լինում մատուռի օծումը, նաև հնարավորություն ունենք մասնակցել Սուրբ Պատարագին, ստանալ հաղորդություն եւ ի վերջո արդեն լիակատար ձևով տոնը նշել։ Հավատացյալ ժողովրդին օրհնեց թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը եւ պատգամեց հավատարիմ մնալ նախնիների եկեղեցաշեն ոգուն, կառուցելով նորանոր սրբավայրեր եւ եկեղեցիներ։ Պիտի գանք, աղոթենք, մեր մոմը վառենք, մեր ուխտը կատարենք, մեր աղոթքը հղենք առ Աստված եւ Սուրբ Սարգսի բարեխոսությունը հայցենք եւ Սուրբ Սարգիսը մեզ բարեխոս է լինելու։